Իշնեմ էլ թե լավ է։ Այն մարդ լավ։ Պարոն Գրիգորյան, դուք կատարեցիք ձեր քաղաքացիական պարտքը, նախ ինչպիսի ընտրական գործընթաց եք կանխատեսում։ Տեսնենք, ինչպես այնքան է նորմալ չէր, քարոզարշավի ընթացքում, հիմա տեսնենք, թե այսօր ինչ վիճակ կլինի, հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի, նորմալ կանցնի։ Պարոն Գրիգորյան, եթե լինի ձեր եւ Վարդան Ղուկասյանի թիմակիցների միջև է լինելու, եւ Վարդան Ղուկասյանը ձեզ արձագանքել էր, ասում էր իրեն հանգիստ թողեք, մեղքեք։ Օրհանքով է ձեզ արձագանքել։ Ուրեմն, մինչև այս բոլոր թե լրատվամիջոցները, թե քաղաքական ուժերը կանխատեսում էին, որ Գյումրիում պիտի լարվածություն լինի, պիտի թշնամական հարաբերություններ լինի, տեսակ, որ ամենայն դեպս ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր տեխնազուների միջև ոչ մի լարվածություն չկա, ոչ մի նմանատիպ բան չկա, այն ինչ որ Գյումրիում լարվածություն եղավ ու կա ու շարունակվում է, դա միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից է։ Իսկ Վարդան Ղուկասյանի առաջարկի վերաբերյալ ինչ կասեք։ Այդ մասին ես հստակ արդեն պատասխանել եմ, մի քանի ժամ մնաց, ընտրությունները կավարտվի, տեսնենք ով ինչքան քվեկ ստանա, ինչքան ավագանու անդամներ կունենա, ըստ այդմ մնաց։ Պարոն Գրիգորյան, Ես ենթատեքստը ճիշտ եմ հասկացել, Վարդան Ղուկասյանը ձեռնտու թեկնածու է իշխանության համար։ Ես չեմ ասում համագործակցում, այլ այդ ձեռնտու թեկնածու է։ Իշխանության համար այո, բայց դա չի նշանակում, որ ես Վարդան Ղուկասյանին մեղադրել եմ ինչ-որ բանում։ Ես այդ մասին ասել եմ, այսինքն անկեղծ ընդդիմադիր է։ Եղեք թողեք այսինքն պատասխանել։ ես ասել եմ, որ ինքը իմ ասածը լավ չի հասկացել, պիտի մի հատ էլ լսի։ Պարոն Գրիգորյան, կոնսոլիդացիական դիմության, քննարկումներ եղել են 3 առաջին օրը, մամուլը գրում էր, որ ընդդիմության տեխնազուները նորմալ հարաբերությունների մեջ են, դուք տեսաք իմ հոր եւ որդու ձերբակալության ժամանակ բոլորը, գրեթե բոլորը, բացառությամբ մի քանիսի զանգել են, եկել են, հանդիպել են մեզ, այնպես որ նորմալ հարաբերությունները ես չեմ կարծում, որ այդ նեղբային մենք կարող էինք համախմբվել, կարող էինք մեկս մյուսից օգնել, աջակցել, ինչ-որ խնդրով, հիմա ընտրություններից հետո պիտի չկարողանանք։ Բայց կներեք, դուք շատ վտանգավոր հայտարարություն եք արել քաղաքական հաշվարկների տեսանկյունից։ Դուք արել եք հայտարարություն, որ միակն եք ընդ որում, որ ասել եք ոչ մի ուժի չեք միանա։ Այդպիսի հայտարարություն եք արել ձեր նախագահին հաստատությունից մեկում, դուք ասել եք կոալիցիայի դուք վստահ եք, որ հաղթել եք, եւ կոալիցիա չի։ Սա նշանակում է, որ դուք շատ վստահ եք, որ առաջին տեղում դուք եք լինելու, թե դուք բացառում եք կոալիցիան, թե դուք բացառում եք ձեր փոխքաղաքապետ լինելու հանգամանքը, թե դուք պատրաստ չեք ընդդիմադիր դաշտի մյուսների հետ համագործակցության, այդ թվում Վարդան Ղուկասյանի։ Եվ մի հարց էլ, եթե այդուհանդերձ լինի այդ կոալիցիան, դուք ավականու կարգավիճակ կստանձնեք կամ փոխքաղաքապետի թե ոչ։ Բայց Ռուբեն Մխիթարյանի հետ կարծես կա այդ Ուրեմն ես նմանատիպ բան չեմ ասել, որ չեմ համագործակցելու ոչ մեկի հետ, ես ընդամենը ասել եմ կոալիցիա կազմելու, հաստատող ստորագրելու հետ կապված եմ ես ասել, որ կոալիցիա կազմելուն կողմ չեմ, իսկ համագործակցությանը իհարկե միանշանակ կողմ ենք, ոնց կարող են կողմ չլինել։ Բա որ 50 պլյուս չկարողացանք հավաքենք, ոնց ենք քաղաքապետի պաշտպանելու։ Այն որ ԿՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է, այսօր գյումրեցիները կհաստատեն այդ մասին, իսկ ընդդիմադիրները ես կարծում եմ, որ մենք այդ հարցի շուրջ համաձայնության կգանք ու այնպես կանենք, որ Գյումրիում ԿՊ-ն իշխանություն չի լինի։ Պարոն Գրիգորյան, Պարզ այդ մասին ասել եմ։ Մի հստակություն էլի, ի վերջո Վարդան Ղուկասյանի հետ դուք այս ընթացքում, երբ արդեն վստահ եք առաջադրվում եք, ունեցել եք ուղիղ տետատետ շփումներ։ Ոչ, երբևիցե չի եղել ու արդեն 2007-6 թվականից
ոչ մի ձևի ոչ մի Մոսկվայի կարգի ընկերոջ կոնտակտի մասին է խոսում։ Իսկ ասած ինչի Զրույցը վերաբերվում է։ Գրիգորյան, ասում եք, որ ձեր Գիտեմ, Այդ ում Մոսկվայի մասին է ընկեր։ խոսում, ինչ ընկեր, ով ում ինչ է արի, ես պատասխան։ Դուք ինձ հետ հարցադրություն ասում եք, պարոն Գրիգորյան, որ ձեր եւ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները հարթված են, որևէ կոնֆլիկտ չկա ձեր մեջ, ամեն ինչ հարթվել է, գնացել է, փաստորեն այնքան էլ այդպես չէ։ Ես ասել եմ, որ անձնական հարաբերությունները պետության, պետականության հետ կապված հարցերում պիտի չկարողանա տեր խաղալ։ Իսկ իմ անձնական հարցերը, իմ անձնական հարցերն է, ես իմ անձնական հարցերը հրապարակային նամանավանդ լրատվամիջոցների առաջ չեմ պատրաստվում իմ Պարոն Գրիգորյան, չունեք մտավախություն, որ ճնշումները կշարունակվեն։ Որ հաղթեք չեք վախենում, որ ձեզ կձերբակալեն։ Պրակտիկայի կամ ժանրի կանոնները։ Չէ, մի վարյան հասկանամ էլի, որ մեկի պատասխանը։ Պատասխանեք սկզբից Լալայի հարցին։ Պարագայում կձերբակալվեք այստեղից իրականում Ուրեմն եմ բացարձակապես այդ առումով վախենալու բան չունեմ, քանի որ ես ասեցի ու այդ իմ հայտարարությունը հենց վերաբերվում էր դրան, որ եթե ինձ փորձեն ինձ հետ կապված ինչ-որ բան անեն, դա պիտի լինի բոլորի դաշտի առաջ, դա պիտի լինի շինծու, ես նախկինում չունեմ այնպիսի բան, որը ինձ կարող են որով կպնել կամ ես խոցելի դառնամ, ի տարբերություն մյուս տեխնազոյի, որը ճիշտ չէր հասկացել իմ ասածը, դրանով պայմանավորված ես ասեցի, եթե բան լինի, իմ հետ կապված պիտի հորինեն։ Ու իմ հայտարարության երկրորդ օրը իմ հետ կապված այդ բանը, որ ասել էի, հորինեցին, այդ չի լինի պատմությունը, որը ծիծաղել է բոլոր լրատվամիջոցներից էլ հասկանում եք, որ ընդրություն նախ քարոզարշավի 2 օր էր մնացել ու ես բավականին լուրջ խոշոր հզոր հանդիպումներ ունեի անելու գյումրեցիների հետ, առավոտ կանուխ, իմ հայտարարության հաջորդ օր առավոտ կանուխ ձերբակալում են հորս, տղայիս եւ թիմագիցներից բոլորին բերման ենթարկելով, գրասենյակները փակելով, խառնաշփոթ ստեղծելով, դրա արդյունքում ես 2 օր քարոզչական լուրջ հանդիպումներ կորցրեցի ու Բայց դուք նաև Դրա արդյունքում համաձայն դե հիմա ես այդտեղ մեղավոր եմ, Պարոն Գրիգորյան, Պարոն Գրիգորյան, իշխանությունը նույն իշխանությունը պիտի իր քայլերը ճիշտ հաշվարկի, պիտի հասկանա, ես այնտեղ էլ ասեցի, որ ինչ անեք, դա օգտագործվելու է ձեր դեմ, ինչ փորձեք մեր դեմ անեք, նույն տեքստիլի ակումբում իմ ելույթի ժամանակ հստակ ասեցի, ինչ անեք, այդ ամեն ինչը օգտագործվելու է ձեր դեմ։ Պարոն Գրիգորյան, Գյումրիներ էին արել ու տարածում էին, որ ձեր քարոզչական նյութերի տակ Առնովի հնդիկներ, այլազգիներ, լայքեր եւ էմոջիներ են դրել, ասում են, որ դուք առել եք այդ լայքերը։ Դե էդել 58 թաղամասում, անի թաղամասում, երբ որ ելույթի ժամանակ ես բարձրաձայնեցի այդ մասին, միանգամից այդ ձեր ասած այլ ազգիների իմեջից վերացան, բայց չնայած իրանք իրանց ծեր գործը արեցին, բոլոր էջերը մեր վնասեցին, հարձակման ենթարկվեց եւ մենք այս քարոզչության ընթացքում չկարողացանք ոչ գովազդ միացնել, այդ քաղաքական գովազդը իրենք վնասեցին իմ բոլոր էջերը այդ ֆեյքերով։ Այդ էլ հասկանալի է, յուրաքանչյուր մարդ կարող է $50 տալ, առնել յուրաքանչյուրի Facebook-յան էջի վրա միացնեն եւ առավոտ ելնեք, որ ձեր էջի վրա հարձակվել են այլ ազգիները եւ ձեզ լայքում են կամ ձեզ Նույնն էլ հարց ունի Արև Պարոն Շայցյան։ Գրիգորյան, մի հատ Պարոն Գրիգորյան, Կարծիքով այսօրվա դրությամբ, ֆավորիտ տեխնազուները բոլորս են։ Բայց Պարոն դուք ասում եք Գրիգորյան, կրելու եք, բավականին պատասխանատու հայտարարություն է, երբ որ ասում են կրելու եք ու հետո հանկարծ չկրեք։ Բավականին պատասխանատու հայտարարություն արել եմ, ես այդ ամեն ինչը ինչ որ ասել եմ, ես ինձանից չեմ հանել, դուք տեսել եք ինձ ընդունելությունը թաղերում, դուք տեսել եք Փաշինյանին չէին ընդունում, բայց ողջույն։ դե ես ինչ անեմ, հիմա մի քանի ժամ է մնացել։ Դե Վանաձորում էլ պատվեցին, ժամ բայց է մնացել։ իշխանություն իրենց ձեռքում Դե է։ հիմա դրա համար էլ ասում ենք, այնպես անենք, որ Գյումրիում Վանաձորի նույն պատմությունը չկրկնվի։ Ես դրա մասին եմ խոսել, դրա մասին խոսելուց էլ իմ կարծիքով, եթե ես նախազգուշացնում եմ, որ Գյումրիում հնարավոր է Վանաձորի օրինակը կիրառվի, տարբերակը կիրառվի, դրա համար իմ կարծիքով պետք չէ ինձ մեղադրել, որ ես նախապես զգուշացնում Պարոն Գրիգորյան, որպես տեխնացու դուք անխոցելի եք, որտեվ մի վարյան հանուն համերաշխ, հանուն բարեկարգ, հանուն համախմբված Գյումրի եմ քվեարկել, որպեսզի Գյումրին համախմբված լինի եւ գյումրեցիները կարողանան ընտրել այնպիսի քաղաքապետ, ով որ իրականում կանգնած է գյումրեցիների կողքին եւ ում որ
իր քաղաքական թիմը չի կարող վնասել ու չի կարող հանել գյումրեցիների ձեռքից։ Պարոն Գրիգորյան, Ոնց որ ընդրվելու դեպքում ով էլ հաղթի, ես շնորհավորելու եմ, որովհետև մենք փորձելու ենք ամեն ինչ անենք, որ արդար ընտրություն լինի, իսկ հաղթելու պարագայում իհարկե։ պարոն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանը քարոզչությունը տանում է։ Կներեք, էլի անի ջան, մի հարց էլ մենք տանք։ Այսքան բանից հետո, եթե գյումրեցիները այսքան բանից հետո պիտի գնան ընտրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այս ամեն ինչը տեսնելով, թե ինչ է կատարվում Գյումրիում, ինչպես են վարվում Գյումրիում տեխնազուների հետ, գյումրեցիների ընտրած մարդկանց հետ, ուրեմն ես ինչ անեմ, եթե գյումրեցիները գնում են ընտրեն։ Պարոն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանը Ավարտենք մի հատ հարց ունեմ, Փայլակ ջան։ Ասա։ Նիկոլ Փաշինյանը Թալանի հետ վերադարձի տրամաբանության մեջ էր տանում։ Դուք չունեք ապօրինի գույքեր։ Թալանի հետ կապված ես ասել եմ հասարատերը ես չեմ, քանի որ դրա հասարատերը ես չեմ, ես ոչ նախկինում քաղաքապետ եմ եղել, ոչ մարզպետ եմ եղել։ Ես թող կառավարությունը գնա այդ Թալանների մասին իրենք են խոսում, գնան վերադարձնեն, ես որպես քաղաքապետ ինչ Թալան պիտի Ստեղ գալուց ճանապարհը լրիվ քարուքանդ էր։ Այս կողմով ենք եկել։ Բոլոր տեղերն է քարուքանդ է, քաղաքացիական պայմանագիրը 7 տարի իշխանության է, կենտրոնական իշխանությունը իրենցն է, կոալիցիոն կառավարում էին Գյումրին, այդ ընթացքում իրենք կարող էին այս ամբողջ փողոցները, տնագները, ինչ խնդրեմ որ ուներ Գյումրին վերացնեն, քանի որ 7 միլիարդով պետական բյուջեն ավելացել է ու Գյումրիում տնագներն ու այս խնդիրները մնացել են։ Պարոն Գրիգորյան, թադու Գալու են նոր հիշել են, որ իրենք իշխանություն են ու գալու են, որ Գյումրին կառուցեն։ Մենք կառուցենք Գյումրին կառավարության պետության գումարներով։ Պարոն